Պարոն վարչապետ, քիչ առաջ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ 1 տարի առաջ Չինաստանում փորձել եք ռեստորաններից մեկում հալյուցինացիա առաջացնող սունկ, շատ եք հավանել, 1 տոննա բերել եք եւ հիմա ամեն օր ուտում եք։ Նախ ձեր արձագանքն է հետաքրքիր եւ հետո օրեր առաջ Նարեկ Կարապետյանը հայտարարում էր, որ ուժեղ Հայաստանում վերին դարսում հայկական մեքենաները չեն կանգնելու, ինչպես հասկանալ նման հայտարարությունները, արդյոք սրանք ուղիղ խոստովանություն չեն, որ տնտեսական հարաբերությունները որոշ ուժերի, ներքաղաքական ուժերի եւ երկրների համար նաեւ քաղաքական լծակ են։ Հարգելի գործընկերներ, ես ասացի, որ այն հայտարարությունները, որոնք չեմ կարդացել, ծանոթ չեմ մեկնաբանում։ Ասենք ձեզ թվում է, թե ես ամբողջ օր նստած ձեր ասած մարդկանց հայտարարություններն եմ կարդում, կներեք, բայց ես մի քիչ ավելի կարևոր գործեր ունեմ։ Եթե կան հայտարարություններ, որոնց պետք է արձագանքել, մեր թիմը ինձ կտեղեկացնի արձագանքելու անհրաժեշտության մասին, մի անհանգստացեք, արձագանքը չի ուշանա բոլոր այն դեպքերում, երբ արձագանքելու անհրաժեշտություն կտեսնենք մենք։ Ես ուղղակի չեմ լսել այդ հայտարարությունները, չեմ կարող ոչ մի բան ասել։ Այդ թվում այն պատճառով, որ մի քիչ սովորականից ավելի շատ զբաղված եմ եղել ձեզ հայտնի հանգամանքների բերումով։ Եվ հիմա էլ ասուլիս եմ անում, թե չէ էլ ուրիշ ինչով կարայի զբաղվել։ Հիմա նստած է լինելու եւ ուշով հետևելիս է լինելու կալուգացի օլիգարխի ասուլիսին, որովհետեւ դե էլ Հայաստանի վարչապետը այդ ժամին ուրիշ ինչով կարող է զբաղվել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Շան։